Էլեկտրոնային գրիչների մասին այնպիսի փաստաթղթերի և էլեկտրոնային գրիչների, որ կարող են գործիարական ունեցող տեղեկություններ պարունակեն, սենց համարված ասեմ, որպեսզի դուք նաև պատկերացող ունենաք, գրում են նախկինում պաշտոնական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման, ես ավարտել, փաստական հանգամանքների ամբողջն կարա բացել, նախաքննական գաղտնիքից ելնելով, բայց համառոտ հետևելն է, փողերի լվացում, պաշտոնական լիազորությունների չարաշահում, ապօրինի ձեռնարկատիրություն եւ այդ բոլոր գործողությունների արդյունքում այնպիսի փաստաթղթեր, էլեկտրոնային գրիչներ կամ այլ փաստաթղթեր, որոնք կարող են ինչ-որ սղագրումներ իրենց մեջ պարունակեն, որոնք վկայում են եւ խոսքը գնում է ապօրինի ծագում ունեցող գույքի մասին։ Հիմա ձեզ ամբողջությամբ այդ իմաստուն ներկայացվել է, նախ ապօրինի ծագում ունեցող որևէ հատկանիշ չի պարունակում, հիմնականում հուշանվեր կամ ինչ-որ այնպիսի առարկաներ, որոնք որևէ ախրս չեն կարող ունենալ գործի փաստական հանգամանքների հետ։ Սակայն միգուցե հարցը առաջանա, ինչ են այդ դեպքում այդ առարկաները վերցվել։ Պատասխանը շատ ընդհանրական է այդ մասով, որը որ տալիս է վարորդ իրականացնող մարմինը, դե քննություն կատարենք, պարզենք սա ինչի հետ կապված։ Ավելին ասեմ, նույնիսկ առերևույթության մակարդակում երևում է այս առարկան, դրա պատկանելությունը եւ այնպես նույնիսկ քննություն կատարելու, որպես այդպեսի կանոնադրություն չկա, որպեսզի հասկանան այս առարկանի որ աղերս կարող ունենա այն հանգամանքները, որպես ճարաշ նշեց։ Նալեքյանյան 6 ձերբակալված անձի մասին է նշվում, տեղյակ եք ովքեր են, բացի երկրորդ նախագահը եւ ավարտորդին։ Անկեղծ ուզարկություն ենք մասնակցում, ինչ որ տեղյակ ենք մամուլից, որը մեկնաբանություն այս մասում կարող ասել։ Ես ընդհանրապես մի բան ֆիքսեմ, այդ բոլորը հայտնի է, որ Չերանը հանդիսանում է պատգամավոր։ Բար այդտեղ պետք է մենք վերանանք հետևյալ հարցը, թե առասարակ այս խուսափությունը եթե անօրինական, ինչու է անօրինական կամ առասարակ օրինաչափ չի։ Պատասխանը շատ ակնհայտ է, օրինաչափ չի, որտեղ ըստ էության Քոչարյանը հանդիսանալով այժմ պատգամավոր օժտված է անձեռնամխելիությամբ։ Իսկ պատգամավորի անձեռնամխելիությունը կարող է հաղթել ոչ միայն անազատության հետ չկապված կամ կապված որևէ գործողության կատարման, այլ նաև փաստացի քրեական հետապնդման իրականացման առումով։ Հիմա տեսեք, դե յուրը Լևոն Քոչարյանը չունի որևէ կարգավիճակ, բայց դե ֆակտո ունի կարգավիճակ, ունի մեղադրական դե ֆակտո կարգավիճակ, որտեղ կատարումը ենթադրում է որոնողական գործողությունների կատարում, ինչը ենթադրում է դրանց արդյունքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման վերաբերյալ։ Այսինքն ըստ էության այս խոզարկությամբ փորձում էին հասկանալ Լևոն Քոչարյանը ապօրինի ծագում ունեցող ինչ-որ գույք, դրամական միջոցներ կամ այլ միավորներ իր բնակարանում պահում է թե ոչ։ Այսինքն մերկացնող հանցանքի կատարման մեջ մերկացնող ըստ էության գործողություններ են կատարվել։ Իսկ եթե կա գործողություններ, որոնք որ մերկացնում են անձի այս կամ այն հանցանքի կատարման, իսկ պետք է կատարվեր, մինչև այս բնակարան գալը եւ այս գործողություն կատարելը, գլխավոր դատախազը արդեն պետք է լիներ այժմ եւ դրա վերաբերել համապատասխան խոզարկությունը ապօրինի է եղել։ Ապօրինի է խոզարկությունը ոչ միայն այս հիմքով, սա ամենակարծես կարևոր հիմքն է, շատ ուղղակի հիմքն է, Սա մեկ այլ առասարակ երևույթ է։ Բնականաբար խոզարկությունը կատարման ընթացքի վերաբերյալ որպես այնպիսի ինչ-որ ագրեսիվ գործողություններ չեն կատարվել, պետք է հանուն արդարության սրա մասին նշեմ, բայց պետք է նաև հաշվի առնենք հետևյալ իրավիճակը, որ Լևոն Քոչարյանի 1 մանկահաս եւ 2 անչափահաս երեխաները գտնվում էին տանը, եւ ես կարծում եմ, որ նման այսպես ասած դիմակավորված անձանց օժանդակությամբ եւ միջոցով այս գործողության կատարման անհրաժեշտությունը առհասարակ չկար։